Խաչատրյանի իշխանությունները Գյումրիում եւ Փարաքար համայնքներում պարտվեցին ընդդիմությանը եւ հանրային պահանջ կա իշխանությանը հեռացնելու, այսինքն նրանք չեն վայելում հանրության աջակցությունը, ինչ պետք է անի ընդդիմությունը։ Ճիշտ նկատեցիք, իշխանությունները Նիկոլ Փաշինյանը պարտվեց Գյումրիում եւ խայտարակ ձևով պարտվեց Փարաքարում։ Սա նշանակում է, որ իրենց այս հայտարարությունները, թե ժողովուրդը մեզ աջակցում է, ժողովուրդը մեզ է նշանակել, մենք ժողովրդի իշխանությունը ժողովրդին է, մենք ընդհանրապես տեղապահենք, այս հայտարարություններից հետո առաջին իսկ ընտրությունների ժամանակ ցույց տվեցին, որ ժողովուրդը գոնե երկու համայնքի կտրվածքով իրեն չի ուզում։ Բոլոր սոցիալական հարցումները, սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ինքը չի վստահում ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Եվ դա սպասելի էր։ Ընտրվեց կառավարություն, նախընտրական ծրագիրը չի կատարում, ավելին 180%-ով հակառակն է անում, քան թե խոստումները, որ տրվել են, կառավարության ծրագիրը չի կատարում, ավելի պարզ ասած խաբում է ժողովրդին, ժողովրդի համբերության բաժակն էլ լցվելու վրա է։ Ընդդիմության համար էլ նշենք, որ այն մարդիկ, ովքեր ասում են, թե ընտրություններով որևէ բանի հասնել հնարավոր չի, առնվազն երկու համայնքի օրինակով պետք է տեսնեն, որ ոչ հնարավոր է, հետևաբար արդյունավետ պայքարը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընտրական եւ փողոցային պայքարների համադրումը պետք է լինի։ Բայց ընդդիմությունը կարծես թե դեռևս չի կոնսոլիդանում Գյումրիում, Արտուն Գրիգորյանի հայտարարությանն են բոլորը սպասում, ըստ ձեզ այդ հարցը ինչ հանգուցալուծում կստանա։ Ես լիահույս եմ, որ Շեմը հատած 4 ընդդիմադիր թեկնածուները կկարողանան գալ ընդհանուր հայտարարի եւ թույլ չտալ, որ Գյումրիում ԿՊ-ն ինտրիգների, խարդավանքների, սպառնալիքների, շանտաժների միջոցով կարողանա շարունակել իշխել։ Երեք Վիլեն Գաբրիելյանը իր մանդատը վայր դրեց, իր պահվածքը ընդհանրապես ինչպես է գնահատում եւ արդյոք ԿՊ մյուս պատգամավորներ Անդրանիկ Քոչարյան, Ալեն Սիմոնյան, ովքեր նմանատիպ վարկագիծ են ցուցաբերել, չպետք է իրենց մանդատն, ինչու նրանց ներվեց, Վիլեն Գաբրիելյանին ոչ։ Վիլեն Գաբրիելյանին ոչ թե իր պահվածքը չներվեց, այլ Վիլեն Գաբրիելյանին չներվեց իր մարգարեությունը, խոստովանությունը, որ 26 թվականին ԿՊ-ն այլևս իշխանություն չի լինելու, որովհետև Վիլեն Գաբրիելյանի պահվածքից շատ ավելի սահմռկեցուցիչ է Ալեն Սիմոնյանի պահվածքը կանադահայ ներդրողի հետ, Անդրանիկ Քոչարյանի պահվածքը ժուրնալիստների հետ։ Կրկնում եմ, Վիլեն Գաբրիելյանին չպարտադրեցին մանդատը վայր դնել պահվածքի պատճառով։ Վիլեն Գաբրիելյանը մանդատը վայր դրեց, որովհետև իրեն չներվեց իր հայտարարությունը, որ 26 թվականին իրենք այլևս իշխանություն չեն լինելու։ Եվ վերջին հարցը, պարոն Խաչատրյան, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը չունի հանրային աջակցություն, արդյոք ընդդիմությունը, այսպես ասած, կմոբիլիզացվի եւ այդ հանգամանքը օգտագործելով մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանին ժամանակից շուտ իշխանությունից հեռացնելու ակցիաներ տեղի կունենան։ Ես որևէ բան չեմ բացառում, ինչպես նշեցի, արդյունավետ մարտավարությունը խորհրդարանական եւ արտախորհրդարանական պայքարի համատեղումն է լինելու։ Ինչ կլինի վաղը, ինչ միջոցներ ձեռք կառնվեն, եկեք դեռ առաջ չանցնենք։